ABC մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Ամնա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Օրվա կարևոր թեմաները նախ համարոտ։ Անկախ պետականության երաշխիքը հանդիսացող մեր բանակը տոնում է կազմավորման 34-ամյակը։ Հայոց բանակի կազմավորման, պայքարի, անցածուղու և կերտացաղթանակների պատմությունը։ Բանակը որպես մասնագիտություն, թե պարտականություն, ինչու մեր տարածաշրջանում ոչ ոք չունի պրոֆեսիոնալ բանակ և պատրաստ է արդյոք Հայաստանն անցնել այդ մոդելին։ Ինչ է փոխվել հայկական դիվանագիտության խոսույթում, ԵԽԽՎ նստաշրջանում Արարատ Միրզոյանի ելույթի առանցքային կետերը։ Ժամանակը սպառվում է, հաջորդ հարձակումը կլինի շատ ավելի վատը, Թրամփի նոր սպառնալիքը Իրանին։ Անկախ պետականության երաշխիքը հանդիսացող մեր բանակն այսօր տոնում է կազմավորման 34-ամյակը։ Այն ձևավորվել է բնականորեն պատերազմի բովում մի քանի անգամ իրեն գերազանցող թշնամու դեմ պայքարի տարիներին ինքնապաշտպանական կամավորական ջոկատների միաձուլումից։ Այդ ջոկատները կրում էին Արաբո, Չաուշ, Տիգրան Մեծ, Վրեժ և այլ անուններ, իսկ դիրքերը կոչվում էին Արևմտյան Հայաստան խորհրդանշող անուններով՝ Մուշ, Սիփան և այլն։ Մեր բանակը հաղթանակի պատկառելի հաշվեկշռով է ամփոփել թշնամու սանձազերծած առաջին և քառօրյա պատերազմները։ Եվ 2020 թվականին 44 օր մարտական բարձր ոգով դիմադրել թշնամական մի քանի պետության զորքին ու ահաբեկիչներին ռազմի դաշտի վերածված Արցախում և Հայաստանի սահմաններին։ Հայոց բանակի կազմավորման և զարգացման ամբողջ պատմությունը մեկ տեսաշարում։ Երազիմ երկիր հայրենի Հոգսերդ շատ հույսդ մեծ Քարքարոտ երկիր Երազիմ երկիր հայրենի Հոգսերդ շատ հույսդ մեծ Քարքարոտ Անկախ պետություն, սոցիալական, հոգեբանական խնդիրներ ու պայքար հանուն հայրենիքի, ինքնության ու պետականության, կամ հանձնվել ու թշնամու ձեռքի տակ ապրել, կամ պայքարել, ապավինելով բացառապես մեր ուժերին։ Հայկական բանակը կազմավորվեց հենց այս պայմաններում, դառնալով անվտանգության, պաշտպանության, տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռմխելիության երաշխավորը։ Հայկական զինված ուժերը կազմավորվեց 1992-ից 1994 թվականներին, այն ժամանակ, երբ անկախ հանրապետությունն ու Արցախի հանրապետությունը կռվում էին Ադրբեջանի դեմ։ 1992-ի հունվարի 28-ին ստեղծվեց Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը, որի ենթակայության տակ մտան երկրում եղած ուժային կառույցներից որոշ ստորաբաժանումներ, մասնավորապես Ներքին գործերի նախարարության Պարեկապահակային գունդը, Հատուկ նշանակության օպերատիվ գունդը, Քաղաքացիական պաշտպանության գունդը և Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատը։ Նախկին ԽՍՀՄ-ի տարբեր երկրներից հազարավոր հայ սպաներ եկան ազգային բանակի շարքերը լրացնելու։ Եթե չլիներ ժամանակին կատարված հավաքագրման ճշտման աշխատանքները, կադրերի պատրաստությունը և կամավորական ջոկատների կազմակերպումը, ապա չէր ստացվի կյանքի կոչել այդ համազգային նշանակության ռազմավարական նախագիծը։
Բանակի կազմավորումն անցել է մի քանի փուլերով։ Առաջին փուլը տևել է 1988 թվականի փետրվարից 1992 թվականի մայիս։ Այս ժամանակաշրջանում Արցախի շարժման ակտիվացման եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմանում Հայաստանի եւ Արցախի համար ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ։ Երկրորդ փուլը տևել է 1992-ի հունիսից 1994-ի մայիս։ Երրորդ փուլը 1994-ի հունիսից այսօր։ 1990 թվականի սեպտեմբերին կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, իսկ Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում, Մեղրիում ձևավորվեց 5 վաշտ։ 1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվեց Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության պետական կոմիտե։ 1992 թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ զինվորական երթման առաջին հանդիսավոր արարողությունը։ Սեպտեմբերի 20-ին ստեղծվեց հատուկ գունդը, որը հատուկ ստորաբաժանումների հետ դարձավ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առաջնեկը եւ ապագա կանոնավոր բանակի կորիզը։ Այն ուներ 26 վաշտ, որոնք կռվեցին Հայաստանի եւ Արցախի գրեթե բոլոր ռազմաճակատներում։ Հաջորդիվ կանոնավոր ջոկատներից կանոնավոր բանակ ստանալու փուլներ։ Դեռևս 1990 թվականին Հայաստանի տարբեր հատվածներում ձևավորվել էին մի քանի կամավորական ջոկատներ, որոնք մարտական հերթապահություն էին կազմակերպում սահմանամերձ գյուղերում։ Նրանք հիմնականում տեղացիներ էին, որոնք հերթապահություն էին անում իրենց բնակավայրերի մատույցներում, սակայն այլ ջոկատներ էլ կային, որոնք կազմավորվել էին Երևանում, Գյումրիում, այլ քաղաքներում։ Հայկական աշխարհազորայիններն առաջին անգամ թշնամու հետ բախվեցին 1990 թվականի հունվարին Երասխավանում եւ Կիրանցում։ Սահմանամերձ բնակավայրերի պաշտպանության անհրաժեշտությամբ սկսվեց ինքնապաշտպանական ու կամավորական ջոկատների կազմավորումը։ Որսորդական հրացանների կողքին հայտնվում էին մարտական զենքեր։ Հայաստանի խոշոր գործարանների մեխանիկական արտադրամասերում կիսագաղտնի ընթանում էր ինքնաշեն զենքերի արտադրությունը, սակայն կամավորականները, որոնք փայլուն կատարել էին իրենց առջև դրված խնդիրը, որոշ ժամանակ անց արդեն սահուն պետք է իրենց տեղը զիջեին կանոնավոր զորամիավորումներին։ Հայկական զինված ուժերը կազմավորման պահից մինչև այսօր շարունակում է գործակցությունը միջազգային տարբեր կառույցների հետ եւ քայլեր են ձեռնարկվում այդ կապերն ավելի ընդլայնելու համար։ Հայաստանի Հանրապետությունը 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրելով Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ։ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ հայկական զինված ուժերի գործակցությունը նույնպես տարեցտարի ընդլայնվում է։ Բանակաշինության հիմնական խնդիրներից մեկը կադրերի պատրաստությունն է։ Այդ նպատակով ստեղծվել են ռազմաավիացիոն թռիչքատեխնիկական ուսումնարանը, որը հետագայում վերաճեց ռազմաավիացիոն ինստիտուտի, Պաշտպանության նախարարության բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանը, այսօր արդեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետը։ Շարունակվել է նաև սպայական կադրերի պատրաստումը եւ վերապատրաստումն արտասահմանյան երկրների ռազմաուսումնական հաստատություններում։ Արցախի առաջին ապրիլի քառօրյա ու 44-օրյա հայոց բանակը ձևավորվել, կոփվել է անցնելով դժվար ճանապարհ, կռվելով տեխնիկապես ավելի հագեցած բանակների դեմ, հայ զինվորը չի հանձնվել, կռվել է մինչև վերջ ու հաղթել է։ Ես ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում հանդիսավոր երդվում եմ, անձնվիրաբար ծառայել հայրենիքիս, Հայաստանի Հանրապետությանը եւ հանուն նրա չխնայել կյանքս, ենթարկվել Հայաստանի Հանրապետության սահմանադրությանն ու օրենքներին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը, ու թե դրժեմ խոստումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ, երդվում եմ։ Գառնի Մութաֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Վաղ առավոտից Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելում քաղաքական, հասարակական գործիչներ եւ քաղաքացիներ։ Ծաղկեպսակներ եւ ծաղիկներ են բերվում Եռաբլուր հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորների եւ սպաների հիշատակը հարգելու համար։ Ովքեր են եղել Եռաբլուրում ու ինչ ուղերձներ են հնչել, այնտեղ աշխատել է իմ գործընկեր Սելա Մակարյանը։ Հայկական բանակի կազմավորման 34-րդ տարեդարձին Եռաբլուրում էին հավաքվել հասարակական տարբեր խմբերի ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների ընտանիքներից մինչև քաղաքական ու հասարակական գործիչներ։ Իշխանական թևից ներկա էր միայն ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը, որպես ԵԿՄ ղեկավար։ Մինչդեռ երկրի քաղաքական վերնախավը զինվորական պանթեոն էր այցելել մեկ օր առաջ։ Այսօր գիտեք, մեծ թվականակով զորավարություններ է թվում, այս տարի չեմ ուզում լավ ասեմ քանի հազար հոգի լրացնում է։
Եվ ընթացքում մենք կամաց պիտի անցնենք պրոֆեսիոնալ բանակի, բլուզ դրան սահմանապահ զորքերը, որ կանգնելու են եւ այսօր կանգնած են ամբողջ սահմանի երկանքով։ Միասնության թևեր նախաձեռնության հիմնադիր Արման Թաթոյանը եռաբլուրում հայտարարեց. հունվարի 27-ը դիտավորյալ է ընտրվել որպես հիշատակի օր, որպեսզի իշխանության ներկայացուցիչները հաջորդ օրը եռաբլուր չայցելեն։ Սա ամոթալի վախկոտություն է, որ արել են, որը ընդհանրապես մեր հուշերի, մեր նշանակության հետ կապ չունի, որ սա հիշատակ չէ, որ նրանք արեց։ Ընդդիմությունն էլ 3 չէր եկել եռաբլուր, փոխարենն այսօր ակտիվ էին ընդդիմադիր գործիչները։ Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ցավով նշեց, որ նախկինում հունվարի 28-ը Հայաստանում տոն էր, իսկ այսօր տոնն առաջվանը չէ։ Հայկական բանակը այն կառույցն է, որ պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է վերականգնել, առաջինը կարող է շտկել իր ողնաշարը եւ վերջո մեր ժողովուրդը ակնկալում է, որ հայկական բանակը պետք է լինի նրա անվտանգության երաշխավորը եւ հայկական բանակը յուրաքանչյուր պետության եւ մեր պետության հզորության, ռազմական հզորության առանցքն է։ Որ հայկական բանակը Հայաստանի անվտանգության երաշխիքն է, վստահ է նաև Միասնության թևեր նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Անանյանը։ Նայենք ապագային, որպես անվտանգության հետ կապված բանակ գումարած անվտանգություն այս բանաձևը հստակ գիտակցելով, որովհետև այն խոսույթը, թե անվտանգություն ունենալու կամ խաղաղություն ունենալու համար բնավ պետք չէ ունենալ հզոր բանակ, դա քաղաքագիտության, պատմության եւ ընդհանրապես բանականության առումով որևէ բանի փորձության չի ենթարկում այդպիսի արտահայտությունը։ ՀԱԿ-ի վարչապետի տեխնացու Լևոն Զուրաբյանն էլ կարևորում է ղեկավարի դերակատարությունը։ Ուզում եմ մաղթեմ, որ մեր բանակը շուտով նորից ունենա առյուծ ղեկավարներ, որպեսզի դուրս գա այս նվաստացիչ պարտությունների ցիկլից։ Բոլոր քաղաքական գործիչները բացի շնորհավորանքներից կարևորում էին բանակի վերականգնման եւ նորոգման աշխատանքներն ու այդ գործում անձնական ամբիցիաներից հրաժարվելու կարևորությունը։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ամենայն հայոց կաթողիկոսը եռաբլուրում չի խոսել, բայց ուղերձում ընդգծել է մեր բանակի ուժն ու կարևորությունը, նշել, որ հայոց բանակը մեր պետականության ամուր հիմնասյունն է, որը պաշտպանում է մեր երկրի խաղաղությունն ու ժողովրդի անվտանգությունը։ Նորանկախ մեր պետականության ձևավորման տարիներին ծնունդ առած մեր բանակը իր առաքելության մեջ հատկանշվել է արդարության եւ ազատության համար անվեհեր պայքարով։ Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուններից է, կոչված ապահովելու խաղաղությունը մեր երկրի եւ անվտանգությունը մեր ժողովրդի։ Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախի բռնազավթման պատերազմի ընթացքում մեր բանակի մարտիկները անվեհեր պայքար մղեցին, նահատակվեցին բազում հայորդիներ։ Նրանց հերոսական սխրագործությունները մշտապես ոգեշնչելու են մեր զորականներին իրենց նվիրյալ ծառայության մեջ։ Հայ զինվորների նվիրումն ու հերոսությունը շնորհավորական ուղերձում բարձր է գնահատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Շեշտել է, որ կայուն խաղաղության համար անհրաժեշտ է վերականգնել բանակի ուժն ու ոգին։ Քաղաքական ղեկավարության իր սխալները բանակի վրա բարթելու մոլուցքն անհետևանք չմնաց մեր բանակի համար։ Աշխարհի բոլոր պետությունների համար իրական երկարատև եւ արժանապատիվ խաղաղության գլխավոր երաշխավորն ամուր եւ մարտունակ բանակն է, եւ մենք բացառություն չենք կարող լինել։ Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել վիճակը, վերականգնել բանակի ուժը եւ ոգին, ինչը կապահովի կայուն խաղաղություն։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էլ հիշեցրել է, որ հայկական բանակը հզոր է եղել միշտ, քանի որ առաջնորդվել է ազգային պատվով ու հերոսական ոգով, իսկ թշնամին միշտ սարսափել է հայ զինվորի աներևակայելի սխրանքներից։ Հայկական բանակն անպարտելի է, երբ այն առաջնորդում են ոգով արի, պատիվ եւ ազգային արժանապատվություն ունեցողները։ Թշնամին տեսել է հայոց բանակի հաղթական ոգին, տեսել ու սարսափել է հայ զինվորի աներևակայելի սխրանքներից, երբ բանակն ունեցել է արժանի ղեկավարներ։ Բանակի վրա այսօր քար նետողներին ու թերահավատներին ասում եմ որերորդ անգամ, դուք չգիտեք իրական հայկական բանակը։
Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության մարտական մկրտության օրն է, հայ ժողովրդի սեփական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու կամքի արտահայտման օրը։ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամն է հայտարարություն տարածել օրվա առիթով։ Բանակը մեր պետականության անվտանգության գլխավոր երաշխավորն է, պետության ողնաշարը, հայկական գոյության իրավունքի, իրական անկախության, ինքնիշխանության եւ ազգային արժանապատվության խորհրդանիշը, ասված է հայտարարության մեջ։ Մեր բանակը ստեղծվեց պատմական արդարության եւ հայրենի հողի հանդեպ հայ ժողովրդի զավակների, ծնողների ու առաջնորդների բարոյական գիտակցման, պատասխանատվության զգացումի, նվիրումի եւ զոհողության շնորհիվ, հայկական շարունակականության եւ ապագայի գիտակցումով, եւ մենք պարտավոր ենք այն պահել մեր աչքի լույսի պես։ Բանակն իր մղած պատերազմների, կերտած հաղթանակների, սայթաքումների եւ պարտադրված պարտության արդյունքներն ընդունելու ծանրագույն իրողությամբ հանդերձ շարունակում է մնալ մեր պետության անկախության միակ շոշափելի եւ իրական երաշխավորը։ Կեցցե հայկական բանակը, փառք հանուն հայի ու Հայաստանի իրենց կյանքը նվիրաբերած հայրենիքներին։ Մինչ նախկին նախագահների, վեհափառի եւ քաղաքական գործիչների ու կառույցների ուղերձներում բանակը ներկայացվում է որպես անկախության երաշխավոր, ժողովրդի անվտանգության պաշտպան, պետականության ամուր հենարան, Նիկոլ Փաշինյանի ուղերձում շեշտադրումը այլ է։ Եթե առաջինների խոսքում բանակը արժեք է, առաքելություն եւ պատասխանատվություն, ապա վարչապետի ուղերձում առաջին տեղում վարձատրությունն է, թվերը աշխատավարձերը։ Մեր բանակում կան 700,000 դրամ վարձատրություն ստացող շարքային կազմի բազմաթիվ զինծառայողներ։ Սպայական վարձատրությունները կարող են գերազանցել 1, 1.5, 2 միլիոն դրամը։ Սա կարևոր սոցիալական երաշխիք է զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների եւ հանրության համար, որը կարող է վստահություն ունենալ մեր զինծառայողների պրոֆեսիոնալ մակարդակի եւ այն շարունակաբար բարձրացնելու մոտիվացիոն համակարգի գոյության առումով։ Վերջին տարիներին հայկական քաղաքական խոսույթում ամենաշատ հնչող բառերից մեկը պրոֆեսիոնալ բանակն է, որի մասին խոսում է իշխանությունը։ Բայց երբ փորձում ես հասկանալ, ինչ է իրականում նշանակում դա Հայաստանի համար, պարզվում է հնչող բառերի հետևում շատ քիչ կոնկրետություն կա։ Պրոֆեսիոնալ բանակը աշխարհում ընդունված մոդել է, բայց այն հիմնականում գործում է այն երկրներում, որոնք չունեն սահմանային մշտական լարվածություն ու սպառնալիքներ։ Իդեպ մեր տարածաշրջանում չկա որևէ պետություն, որը լիովին անցել է այդ մոդելին։ Այս ֆոնին Հայաստանում կրճատվում է պարտադիր զինծառայության ժամկետը, ներկայացվելով որպես քայլ դեպի պրոֆեսիոնալ բանակ։ Բայց դա իրականում մեզ մոտեցնում է այդ նպատակին, թե հակառակը, ինչ է ենթադրում պրոֆեսիոնալ բանակը, ինչու են սահմանային կոնֆլիկտ ունեցող երկրները պահպանում պարտադիր ծառայությունը եւ որքանով է այս գաղափարը համադրելի հայկական բանակի ներկա վիճակի հետ, Անիա Բաղյանն է պարզել։ Մենք պետք է գնանք պրոֆեսիոնալ բանակի։ Հայաստանը ձգտում է ունենալ պրոֆեսիոնալ բանակ։ Հայաստանը կարող է ունենալ, ուզում է ունենալ պրոֆեսիոնալ բանակ։ Նախադասությունները հաճախ են հնչում ընդդիմադիր եւ իշխանական գործիչների ելույթներում։ Ինչ է իրենից ենթադրում պրոֆեսիոնալ բանակը, ինչ առավելություններ, ռիսկեր ունի եւ որքան է այդ մոդելը համապատասխանում հայկական բանակին։ Պրոֆեսիոնալ բանակ կոչված է, նախ դա մասնագիտական եզր չի, ռազմական տեսակետից, դա ավելի շատ գովազդային եզր է, քարոզչական եզր է, որովհետև պրոֆեսիոնալ բառը ասելով մի կողմից նկատի ունեն հենց պայմանագրային, այսինքն այդտեղ մարդիկ աշխատում են, դա իրանց մասնագիտությունն է ու աշխատավարձ են ստանում դրա համար, հա, պայմանագրային բանակ ամբողջությամբ։ Երկրորդը բայց ենթադրվում է, որ այդ մարդիկ ինչ-որ բարձր պրոֆեսիոնալիզմ ունեն, ինչը այդքան էլ այդպես չի։ Այսինքն պրոֆեսիոնալ բանակում ծառայությունը կամավոր է, իրականացվում է պայմանագրային հիմունքներով, իսկ զինծառայությունը դիտվում է որպես մասնագիտություն, համապատասխան աշխատավարձով եւ սոցիալական երաշխիքներով։ Նման բանակ ունի Միացյալ Նահանգները 1973 թվականից։ Այդ մոդելն են ընտրել նաեւ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ճապոնիան։ Իսկ մեր տարածաշրջանում ոչ մի երկիր չի անցել լիովին պրոֆեսիոնալ բանակի մոդելին։ Հայաստանը հնարավորություն ունի դառնալ պրոֆեսիոնալ բանակ, բայց ռիսկերը ավելի մեծ են։ Հայաստանի իշխանությունը քանդել է այն բանակը, որը եղել է մինչև 2018-ը, նորը չի կառուցել, բազմաթիվ խնդիրներ է հասցրել զինված ուժերի մարտունակությանը, բարոյական վիճակին եւ գաղափարական նաեւ առաջնահերթություններին, եւ այս պայմաններում իշխանությունը որևէ բան չկառուցած, չունի դրա բարոյական իրավունքը, դրա հնարավորությունների մասին խոսել։ Վրթանեսյանը բացատրում է, Հայաստանի բանակը հիմա հիբրիդային կառուցվածք ունի։ Այսինքն համատեղում է պարտադիր եւ պայմանագրային զինծառայությունները։ Նույն մոդելին են անցել նաեւ Իսրայելը, Ռուսաստանը, Թուրքիան, Հարևան Վրաստանը։ Այս մոդելը հատուկ է սահմանային կոնֆլիկտներ ունեցող երկրներին, նշում է Կարեն Վրթանեսյանը։
կոնֆլիկտ ունեցող երկրները իրենց չեն կարող թույլ տալ ունենալ միայն պայմանագրային բանակ։ Նույնիսկ այնպիսի խոշոր տերությունները, ինչպիսին օրինակ Միացյալ Նահանգներն են, երբ իրենք լուրջ կոնֆլիկտներ են ունենում, լուրջ կոնֆլիկտի են մասնակցում, իրենց մոտ համալրման խնդիրներ են առաջանում։ Պրոֆեսիոնալ բանակ ունենալու համար է գործող իշխանությունը պարտադիր զինծառայությունը դարձրել 1.5 տարի։ Վրդանեսյանը նշում է, պարտադիր զինծառայությունը 1.5 տարի դարձնելը նախընտրական քայլ է, որը ավելի է հեռացնում Հայաստանին պրոֆեսիոնալ բանակ ունենալու հնարավորությունից։ Շատ ծնողներ կարող են ուրախանալ, որ հա երեխաս 1.5 տարի է ծառայելու, բայց պետք է հասկանալ, որ այդ 1.5 տարվա ծառայությունը ինքը շատ ավելի ծանր է լինելու, որովհետև ստիպված է լինելու այդ չեկածների տեղն էլ ինքը փակի, հա, ավելի շուտ գնացածների տեղն է փակի։ Ընդ որում դա զգացվելու է ոչ թե հիմա, հունվարից չէ, այդ 1.5 տարի, անցնելու է 1.5 տարի ու այդ 25%-ով զորակոչվածների թիվը պակասելը պարտադիր զինծառայողների այդ ժամանակ է զգացվելու։ Զրուցակիցներից գնահատմամբ հետպատերազմյան կորուստներից հետո առաջնահերթ է բանակի վերականգնումը, համալրումն ու ամրապնդումը։ Իսկ զինծառայությունը պետք է ընկալվի ոչ թե որպես եկամտի աղբյուր, այլ որպես պետությունն ու պետականությունը պաշտպանելու պարտականություն։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Մինչ ներսում փոխվում է բանակի ընկալման շեշտադրումը, դրսում փոխվում է նաև պետության անվտանգության ներկայացման շեշտադրումը։ ԵԽԽՎ ամբիոնից Հայաստանի արտգործնախարարը խոսել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման, երկաթուղու վերականգնման, տարածաշրջանային բարգավաճման մասին։ Եթե նախկինում հայկական դիվանագիտության խոսքում առաջնայինը անվտանգության երաշխիքների ձևավորումն էր, ապա այժմ առաջնայինը հարաբերությունների կարգավորումն է։ Նույնիսկ այն պայմաններում, երբ այդ հարաբերությունների մյուս կողմերը շարունակում են ուժի դիրքերից խոսել Հայաստանի հետ։ Ադրբեջանը արդեն վերացրել է արկելը դեպի Հայաստան ապրանքների ներմուծման, հիմա երկու երկրները սկսել են երկկողմանի առևտուր եւ երկու մարմինին համապատասխան մարմինները այս պայն քննարկումներ են իրականացում երկկողմանի առևտրի այլ հնարավորություններ։ Հայ գերիների վերադարձը ըստ արտգործնախարարի կարող է նշանակալի ներդրում ունենալ Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցման գործում։ Այս ձևակերպումը եւս ուշագրավ է իր տրամաբանությամբ։ Այսինքն գերիների վերադարձը ներկայացվում է ոչ թե միջազգային իրավունքի պարտադիր պահանջ, ոչ թե հումանիտար անհետաձգելի խնդիր, այլ հաշտեցման գործընթացին նպաստող քայլ։ 4 հայ գերիների արձակումը, որոնք Ադրբեջանում են, սա հույս է տալիս մեզ։ Հաջորդիվ մնացած 19 պահվող անձանց արձակումը, որոնք դեռ Ադրբեջանում են, ինչպես նաև այս համագործակցությունը հասկանալու անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը, սա անկասկած նշանակալի ներդրում կլինի հաշտեցման գործում։ Թեպետ Հայաստանում ճաղերի հետևում բազմաթիվ բարձրաստիճան հոգևորականներ կան, նախարարը պնդում է, որ որևէ ճնշում չկա եկեղեցու նկատմամբ։ Եվրոպական պահպանողականների քաղաքական խմբի ներկայացուցչի հարցին այսպես է պատասխանել Միրզոյանը։ Սա պետք ներեցեք այս խոսքը օգտագործում, բայց սա բամբասանք է, որը պետք է հստակեցվել։ Այդ ասեմ, որ լիովին անհամաձայն եմ ձեր որոշ որակավորումների հետ, ցավոք սրտի ցավում եմ, որ ձեր տեղեկատվությունը ամբողջապես ճշմարիտ չէ։ Ամենակիչը, որ կարող եմ ասել։ Հալածանք չկա հոգևորականների Հայաստանում։ Իրանը որևէ առաջարկ կամ խնդրանք չի ներկայացրել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների վերաբերյալ։ Լրագրողների հետ զրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողության ժամանակ հայտարարել, թե Իրանը երկխոսություն է ուզում, իրենք էլ կխոսեն։ Արաղչիի հայտարարությունից շատ չանցած հնչեց Թրամփի հերթական կոշտ սպառնալիքը։ Ժամանակը սպառվում է եւ Միացյալ Նահանգները ռազմածովային ուժերը պատրաստ են գործել Իրանի դեմ այնպես, ինչպես դա արեցին Վենեսուելայի դեպքում, հայտարարել է Թրամփը։ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ հաջորդ հարձակումը կլինի շատ ավելի վատը եւ կոչ է արել Թեհրանին կանխել այն։ Նա հույս է հայտնել, որ Իրանն արագ կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։
Իրանից հետո Թրամփի ուշադրությունը շարունակում է սևեռված մնալ Գրենլանդիայի վրա, իր սառույցի տակ թաքցրած անսահման հնարավորություններով։ Այս տարածքը, որը նախկինում շատերի համար թվում էր անմարդաբնակ ու գուցե անհետաքրքիր, այսօր կարող է փոխել աշխարհաքաղաքական խաղի կանոնները եւ գրավել աշխարհի ամենահզոր պետությունների ուշադրությունը։ Ինչ է թաքցնում Գրենլանդիան սառույցի տակ, ինչ ռեսուրսներ ու ռազմավարական նշանակություն ունի եւ ինչպես է դա կարող ազդել գլոբալ քաղաքականության վրա, Սվետլանա Պետրոսյանի ռեպորտաժում։ Տասնամյակներ շարունակ Գրենլանդիան աշխարհի քարտեզի վրա պարզապես սառույց էր։ Մի վայր, որտեղ թվում էր ոչինչ չի փոխվում։ Տարածք, որը կարծես դուրս էր մեծ քաղաքականությունից։ Բայց այն, ինչ սառույցը տարիներ շարունակ թաքցնում էր, այսօր մեկ շնչով փոխում է աշխարհի խաղի կանոնները։ Կղզու տարածքի գրեթե 80%-ը ծածկված է սառցադաշտերով։ Ձմեռները երկար են ու խիստ։ Ջերմաստիճանը երբեմն հասնում է -50-ի։ Այս պայմանները երկար ժամանակ Գրենլանդիան պահել էին աշխարհաքաղաքական հետաքրքրությունից դուրս։ Սակայն 20-րդ դարի վերջին ու 21-րդ դարի սկզբից ամեն ինչ սկսեց փոխվել։ Գլոբալ տաքացման պատճառով սառույցը սկսեց հալչել եւ բացվեց ոչ միայն ցամաքը, այլև տարիներով թաքնված հնարավորությունները։ Գրենլանդիան, որ հարուստ է եւ շինարարական քարով եւ մետաղական ռեսուրսներով եւ նաեւ վառելիքային ռեսուրսներով, կարելի ասել այս պահին շատ քիչ օգտագործված է եւ հարուստ պաշարները պահպանված են։ Սառույցների տակ հայտնաբերվեցին նավթի եւ բնական գազի պաշարներ, որոնք այսօր արդեն հաշվարկվում ու գնահատվում են որպես ապագայի էներգետիկ ռեսուրս։ Նավթի եւ գազի պաշարները հիմնականում ընկած են շելֆային գոտում, ափամերձ շելֆային գոտում, ինչպես գիտենք, կղզիների համար, կղզի պետությունների համար, մինչև 200 ծովային մղոն այդ տարածությունը համարվում է տնտեսական գոտի եւ Գրենլանդիայի այդ տնտեսական գոտում առկա են նաև նավթի եւ գազի պաշարներ։ Գրենլանդիայի ողջ տարածքում հայտնաբերված են բազմապիսի օգտակար հանածոներ, նրանց թվում մետաղական, շինարարական նշանակության։ Բայց Գրենլանդիայի իրական արժեքը միայն նավթը չէ։ Այստեղ կան հազվագյուտ մետաղներ, առանց որոնց անհնար է պատկերացնել ժամանակակից աշխարհը։ Էլեկտրոմոբիլներ, վերականգնվող էներգիա, բարձր տեխնոլոգիաներ, ռազմական արդյունաբերություն։ Բարձր տեխնոլոգիաների համար, որոշ ռազմական տեխնիկայի համար, զինտեխնիկայի համար, տեխնոլոգիաների համար կան որոշ հազվագյուտ մետաղներ եւ նյութեր, որոնք անհրաժեշտ են դրա համար։ Եվ այդ նյութերը գուցե ունի նաև Գրենլանդիան։ Առնվազն դա են նրանք ասում։ Իրենց պետք են այս rare earth minerals, հազվագյուտ մետաղներ։ Այդքան էլ կարևոր չէ թե հենց ինչ է իրանց պետք։ Կարևորը այն է, որ մենք ապրում ենք մի աշխարհում, երբ մի երկրի ղեկավարը կարող է իր հարևանին ասի, ես պետքա քեզ վերցնեմ։ Ու այդ հարևանը ոչ մի բանով չկարողանա խանգարի իրան կամ հակադրի։ Դա նշանակում է, որ մենք ապրում ենք ջունգլիում։ Կղզին ունի նաև ուրան, ռեսուրս, որը միաժամանակ եւ էներգետիկ աղբյուր է եւ քաղաքական լծակ, եւ որի շուրջ միշտ էլ եղել է մրցակցություն։ Ուրանով նույնպես հարուստ է եւ աշխարհում առաջատարներից է համարվում Գրենլանդիան, որ շահագործված չէ այդ պաշարները կամ շատ քիչ քանակությամբ են օգտագործել, դա նորից եմ ասում պայմանավորված է այդ սառցապատ տարածքների առկայությամբ։ Այստեղ շատ կարևոր է այն հանգամանքը, որ ուրանի հանքավայրերի շահագործման հետ կապված տարածքը նոսր բնակեցված է եւ կարծես թե այնտեղ էկոլոգիական ինչ-որ խնդիրներ գոնե մարդկանց նկատմամբ չի առաջանում։ Ըստ միջազգայնագետ Սողոմոնյանի, կղզու աշխարհագրական դիրքը շատ կարևոր նշանակություն ունի նաև ռազմական պաշտպանական տեսանկյունից, քանի որ այժմ ընթանում է աշխարհակարգի վերաձևման գործընթաց։ Հյուսիսային տարածաշրջանում ունենալ ռազմական տեսանկյունից գերակա դիրք, տիրապետել աշխարհագրորեն վերահսկել այս տարածքին եւ այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաշվի առնելով են հանգամանքը, որ ինքը ավանդաբար տասնամյակներ շարունակ հանդես է եկել արևմուտքի որպես հովանավոր, Եվրոպայի հովանավոր, ինքը իրեն վերագրում է այդ արժանիքը, որ պետքա ինքը վերահսկողություն ռազմական հաստատի։ Բայց Գրենլանդիայի արժեքը միայն հողային ու էներգետիկ ռեսուրսներով չի սահմանափակվում։ Կղզին գտնվում է Արկտիկայի սրտում, այնտեղ, որտեղ
Այստեղ նախկինում անանցանելի համարվող ծովային ուղիները այժմ կարող են էապես կրճատել Եվրոպայի եւ Ասիայի միջև առևտրային ճանապարհները։ Արկտիկան աստիճանաբար դառնում է նոր տնտեսական խաչմերուկ, ուժերի բախման նոր կետ։ Նոր հնարավորություններ են առաջանում։ Հնարավորություններից մեկը հյուսիսային ծովային ուղիներն են, որտեղ նոր այդպես նավագնացային ճանապարհներ են բացում Եվրոպայի եւ Ասիայի միջև տրանսպորտային, առևտրային այդ կապերը ավելի հեշտացնող։ Գրենլանդիան այսօր այլևս լուրջ չէ։ Նրա սառույցները խոսում է ռեսուրսների, ծովային ճանապարհների ու ուժի լեզվով։ Եվ որքան սառույցը հալչում է, այնքան ավելի ակնհայտ է դառնում, թե ինչպես է աշխարհի ուշադրությունը սևեռվել հենց այդտեղ։ Սվետլանա Պետրոսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ Իսկ մենք կհանդիպենք վաղը նույն ժամին։